Ողջույն սիրելի հայրենակիցներ, իմպիչմենտի գործընթացը չի դադարել, բայց պետք է խոսենք այն մասին, թե ինչ մենք ունենք այս պահի դրությամբ։ Ես ուզում եմ միասին մի քանի տեսանյութեր թերթենք այս օրերի ընթացքում, որոնք իմ մոտ մտորումներ են առաջացրել։ Օրինակ սա։ Ասի վերնգի տեղը տասի ներվերը չուտեց։ Ասի վերնգի տեղը տասի ներվերը չուտեց։ Ասի վերնգի տեղը տասի ներվերը չուտեց։ Ուրեմն այս տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հետ հարց ու պատասխանի ժամանակ, բանավեճի ժամանակ ընդդիմությանն ասում է ներվերս չուտեք վերենգի տեղդ կամ վերենգեք տեղն այդ ներվերս չուտեք տարբեր ձևերի ա եղել։ Նաև այդ ընթացքում նաև ասել է համբալ, ոտից գլուխ կոռուպցիա է, շատ բաներ ա ասել, բայց հիմա սա չենք մենք քննարկում։ Ես մտածում եմ ինչն է պատճառը, որ ընդդիմադիրները, օրինակ պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարում է, որ առանց նախապայմանների սկսվի իմպիչմենտի գործընթաց, մենք կտանք մեր ստորագրությունները, տղամարդ բան են ասել, բան, հա հետո Քոչարյանի ֆրակցիան էլ ասում է, որ եթե նրանք տան, այսինքն դառնա 8 ստորագրություն, մենք էլ մեր 28-ը կտանք, բայց ոնց որ չի ստացվում, սկսվել է նախաձեռնություն, կա տեխնացու, որ չունեին տեխնացու, կա տեղեկանք տեխնացուի, որ էլ իրենց տեխնացուները չունեին, հա բայց չեն ստորագրում, չեն գալիս միանում, ինչն է պատճառը։ Ոնց որ մտածում եմ, կարող մտածում են, որ Փաշինյանը Ասի վերնգի տեղը տասի ներվերը չուտեց։ Ասի վերնգի տեղը տասի ներվերը չուտեց։ կարող է մտածում են, որ Փաշինյանը կներվայնանա, այսինքն չեն ուզում Փաշինյանին նյարդայնացնել, որտեղ եթե ստորագրությունները հավաքվի, կսկսվի իմպիչմենտի գործընթաց։ Դրա արդյունքում ինչ կլինի։ Փաշինյանը կնյարդայնանա։ Կարող է մտածում են, որ պետք չի Փաշինյանին նյարդայնացնել, եւ այդ իսկ պատճառով նրանք չեն ուզում նախաձեռնել որևէ բան, մինչ այդ խոսում էին, բանենք իմպիչմենտ անենք, բայց ինչի չէին նախաձեռնում, որովհետեւ որ չներվայնանա, չնյարդայնանա Փաշինյանը։ Աշխարհի որևէ պարլամենտում վարչապետը չի կարող գոռալ օպոզիցիայի վրա, ասել վերենգի տեղը ներվերս չուտես։ Այսինքն եթե նա ասում է դա, այսինքն եթե չվերենգնեն իրանց տեղը, ներվերը շարունակեն ուտել, ինչ կլինի։ Կարող կալանավորեն իրանց, շատ լավ։ Ինչու կարող կալանավորեն։ Քրեական գործեր կան։ Ինչու քրեական գործեր կան։ Գնում ենք հետ հասնում ենք արդեն այնտեղ ապօրինի գույք քրեական գործեր, թալան, մալան, բան, որից խոսացել ենք, չեմ ուզում մտնել դրա մեջ։ Լավ, այսինքն խոցելիություն ունեն իրանք։ Լավ, եթե խոցելիություն ունեն, ինչի համար է 2-3 ամիս այս իմպիչմենտի թեմայից խոսում։ Այսինքն սցենարներից մեկը, առաջին սցենար։ Իրենք վախենում են, որ Փաշինյանը կնյարդայնանա, այսինքն կներվայնանա, ոնց որ իր բառերով։ Կասի, որ վերենգի տեղն է։ Ասի վերնգի տեղը տասի ներվերը չուտեց։ Շատ էպիկ է սա, էպիկ տեսարան է այստեղ։ Հիմա մի տարբերակը սա է, սցենարներից մեկը։ Մյուս սցենարն այն է, որ իրենք ուզում էին, որ տեխնացուն լինի իրենց տեխնացուն, այսինքն ինչ անշանակում իրենց տեխնացուն, այսինքն Ռոբերտ Քոչարյանը լինի կամ Սերժ Սարգսյանը լինի, տարբերակ, կամ Ռոբերտ Քոչարյանի ուզած տեխնացուն լինի կամ Սերժ Սարգսյանի ուզած տեխնացուն լինի։ Դա էլ է տարբերակ։ Բայց այսինքն առաջի տարբերակում չի կարող իմ վրա գոռալ ասել վերենգի տեղը մի ներվայնացրու, չի կարող բան լինի։ Երկրորդ տարբերակ, ես Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի տեխնացուն չեմ կարող լինելու, չեմ, դա էլ է տարբերակ։ Եվ դες մտածում եմ, մտորումների մեջ ենք, նայում ենք, ինչն է պատճառը, լավ էս մարդիկ տղամարդավարի ասել են։ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը հայտարարել են, որ իրենց համար կարևորը process-ն է, տեխնացուն կարևոր չի, միայն թե նախաձեռնեք, հիմա նախաձեռնվել է։ Փոխանակ հայտարարեն, ասեն մենք աջակցում ենք, մենք հասանք մեր նպատակին, նախաձեռնություն կա։ Էդգար Ղազարյանը լավաշա մի հատ գրել, որ թե ինչու պետք չի որ Էդմոն Մարուքյանը լինի։ Հետո պատիվ ունեմ ասում Էդմոն Մարուքյանը Նիկոլ Երկուսը։ Նայեք, եթե այդ տրամաբանության եք մեջ եք մտնում։ Ում դուք ներկայացնեք Նիկոլ Փաշինյանն ասել է, սա Սերժ Սարգսյան երկուսը։ Սա Սերժ Սարգսյան երկուսը, սա վերջի պայն գոռալու է, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ ու հրաժարական տակ գնա։ Գործ չունեք ախպեր։ Ում բերեք էտա ասելու։ Բերեք Ռոբերտ Քոչարյանի կողմից մարդ ասել է, սա Ռոբերտ Քոչարյան երկուսը ու Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ է բաներ ասել ու այնտեղ բան Պողոս Պողոսյանի սպանություն, բան թալան, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, բան, ժողովուրդ ջան,
Սա բանա պատային վիճակ է, այսինքն դուք որ մեկին ասում եք դու Նիկոլ երկուս ես, դուք ում բերեք ասելու են Սերժ երկուսա, Նիկոլ, բանը Ռոբերտ 3-ա, չգիտեմ, այսինքն դուք փակուղի եք տանում process-ը։ Հիմա եթե նպատակային եք անում դա, որ, այսինքն կա նպատակը դա նա է, որ տապալեք process-ը, որ այս մարդը չներվայնանա։ Ասի վերենգի տեղը տասի ներվերը չուտե։ Այսինքն եթե չեք ուզում իր ներվերը ուտեք, ասեք չենք ուզում իր ներվերը ուտենք, վախում ենք ախպեր այս մարդուց։ Եթե վախում եք, բա ինչ եք ելել այո impeachment։ Մենք չենք վախում։ Եկեք ստորագրեք։ Հիմա հաջորդը տրամաբանական բան է, էլի սցենարները քննարկենք։ Մյուս սցենարը, որ ամենահավոր սցենարն է, ինչի մասին ես խոսել եմ։ Այդ մյուս սցենարը ժողովուրդ, դա այն է, որ մեկը սկսում են եփել, հիմա եթերներում նայում են, որ մենք կունենանք տեխնացու, դա չի բան, այսինքն խոսակցություն կա տեխնացուի, մենք սյոտիկի կբերենք այդ տեխնացուին, բան, այսինքն իրանք գիտեն, որ չունեն տեխնացուի 34, եթե հավաքվել այդ ստորագրությունը լինել է 34։ Հիմա եթե տեխնացուի հարց են բարձրացնում, այսինքն ի՞նչ է դուրս գալիս, որ այս Հայաստանը քաղաքական մոնոպոլիայի մեջ է։ Ինչ է նշանակում քաղաքական մոնոպոլիա։ Նայեք, Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանում եղել են մոնոպոլիաներ։ Այդ մոնոպոլիաները եղել են շաքարավազի, iPhone բերելու, տեխնիկաներ բերելու, Չինաստանից ապրանք բերելու, տարբեր կարգոների, բենզինի մոնոպոլիա, հավի բդի մոնոպոլիա, ցորենի մոնոպոլիա, ամեն ինչի մոնոպոլիա ունեցել են։ Ամեն ինչի մոնոպոլիա ունեցել են։ Դա ինչ արել, դա մրցակցությունը սպանել է շուկայում, ապրանքները թանկ ենք մենք գնել, բայց դե հա ապրել ենք յոլա ենք գնացել էլի, դե տես մինչև հասել ենք այս ժամանակներին։ Հասկացանք։ Արա հիմա քաղաքական մոնոպոլիա են ուզում անեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի օրոք քաղաքական է մոնոպոլիան։ Ինչ է տեղի ունենում։ Ինքը սկսում է թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին, որ նա նայեք գալիս է բան Քոչարյանը սկսում է ինտերվյուներ տալ։ Սերժ Սարգսյանը հետևից է արդեն սկսել մտել, նայելա գալիս, սկսում է խոսալ, նրանց է շարունակում, հա։ Արամ Սարգսյանը գնում է համեք ասում է, պիտի Սերժ Սարգսյանն անպայման դնի, նա ավելի շատ ձայն կարա տանի, ով է Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն կարա տանի, որ համոզեն Սերժ Սարգսյանն էլ առաջադրվի։ Եվ ունենանք Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանի։ Ինքը կրվի է նախկին երկու նախագահների հետ ու ասի ժողովուրդ ջան միավորվեք բանման ու էլի տես հաղթանակ տոնի, իրանք էլի հայտնվեն պարլամենտում, էլի վախենան որ ներվայնացնեն Նիկոլին, հա չներվայնացնեք անկասնին Նիկոլին, այդ վախի մեջ նստած ապրեն, ու Հայաստանում քաղաքական դաշտը, Հայաստանում որոշումների կայացման process-ների մեջ մարդկանց մասնակցությունը սահմանափակվի, որ այսինքն եթե դու Քոչարյանի կոմից ես, Քոչարյանի տղեն ես, եսի Սերժ Սարգսյանի տղեն ես, փեսեն ես, լավ Սերժ Սարգսյանը տղա չունի։ Դա իրանց կրուգի մարդ չես կարա մասնակցես, վերջ։ Կամ էլ Նիկոլի հետ չես, կամ էլ Նիկոլի բան ՔՊ-ի մեջ չես, այնտեղ Հովիկ Աղազարյանը հետարքիր բանաձև է ստեղծել, ասենք մարդիկ ովքեր փորձում են ավելի շատ Նիկոլ լինել։ Կամ եթե այդ բանաձևի մեջ չես, վերջ, քաղաքականության հետ գործ չունեք, որոշումների կայացման չպետք է մասնակցեք։ Իրանք պետք է գնան, ծեծ ուտեն, գորգռան իրար վրա ծեծ ուտեն, որնա ծեծ չկա, այդ խոսացին գոտի թատրոն է։ Հիմա ես ասում եմ, մենք թույլ չենք տալու այդ քաղաքական մոնոպոլիան դուք անեք։ Պետք է քանդել այդ մոնոպոլիան։ Պետք է մեծ կոնսոլիդացիա ունենալ, սիրելի հայրենակիցներ։ Մեծ կոնսոլիդացիա է պետք ունենալ։ Համախմբվել եւ այստեղ այնպես բան չէ, որ ասենք լիդերության հարց բացարձակապես չկա։ Համախմբվել, ստեղծել մի հատ մեծ պլատֆորմ եւ ջարդել, քանդուքարապ անել այս քաղաքական մոնոպոլիան, ինչը ուզում են իրանք պահեն։ Դա Հայաստանի ադրբեջանացու մեջ է, դրանից բետար բան է, դա Հայաստանի կործանումն է։ Չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ, որ դուք լրջությունը հասկանաք process-ի։ Ախր ոնց կարելի է, էլի, ոնց կարելի է։ Այսինքն մենք չենք առաջադրել, դե որ մենք չենք, դե ոնց կլինի, դե ոնց կլինի տենց, դե ոնց։ Ասենք բան, մենք կբերենք, ում բերեք առաջադրեք, ոչ միայն ասելու են Սերժ երկուսեք բերել։ Իրանք էլ ձեր տեքստը ձեր դեմ են օգտագործելու։ Այլ ձեզ ասելու են, որ Թալանչիների տեխնացուն եկավ։ Թալանը, ատոմակայանը թալանել եք, հենա դատերը գնում ատոմակայանի թալանի դատերը։ Ղարաբաղը թալանել եք, բանակը թալանել եք, այսպես ջարդ ու փշուր են անելու։ Վերջ մել ասել են ներվերը չուտեք, դա մի ներվայնացեք, փախնելու եք գնաք։ Ինչի համար եք դա դուք ես
Այդ բանը ուզում անել։ Չեք չգիտեմ ինչ ասեմ։ Հիմա մյուսը ամբողջ մեդիան ինչ է տեղի ունենում։ Իրանք դեռ չեն մերժե, դեռ չեն ասել մենք ստորագրություն չենք տալու։ Ամբողջ իրանք սպասարկող մեդիայով հարցակվել են ին վրա։ Ասենք Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանի վրա։ Հա, դուք ձեզանից ինչ եք ներկայացնում, դուք ով եք, դուք ոնց կարաք չգիտեմ ինչ, ինչքան կեղտ կա փորձում են լցնել մեր վրա։ Ամբողջ այդ մեդիան։ Ես մտածում եմ, ասում եմ, լավ արել։ Եթե այս մարդկանց զանգում եմ քաղաքավարի, ասում են, պարոն Մարուկյան, մենք քննարկում ենք, հա, մենք քննարկում ենք, քննարկեք կգա կանդիպենք, այո, անպայման, բա որ հայտարարել ենք, մեր խոսքի տերն ենք, մենք ոնց կարանք խափենք, մենք ոնց կարանք մի բան ասենք, հետո ուրիշ բան անենք։ Բացառված բան է։ Սպասեք, հեսա կասենք, բայց սա մեդիան հարցակվել, ասում եմ, կարող ես եմ միամիտ դորեցի, ինչ է կատարվում, հետո դե պարզվում է, որ չէ, ինչ ստորագրություն տալ, ինչ բան։ Բոլոր պլանները խառնվել է իրանց։ Բոլոր պլանները։ Հա մի հասկացան, որ դուք Նիկոլից վախենում եք, եւ մենք ինչ անենք։ Հələ դե ժողովրդով գերի ենք ընկե ձեր ձեռը։ Հիմա բանը Տիկին Սեյանյանին մի հատ անդրադառնա։ Երեք լսում էի Մարուկյանին։ Ասի վերենգի տեղը տասին Հա, չէ, Տիկին Սեյանյանը չի, մի րոպե։ Բայց impeachment-ի մասին եմ ուզում խոսել։ Էդմոն Մարուկյանը հանկարծ շատ ոգևորվեց։ Երեք այնպես էր խոսում պարոն Աբրահամյան, իդեպ բարևներ Էդմոն Մարուկյանը։ Բարև, Տիկին Սեյանյան ջան։ Այս տպավորությունն էր, ոնց որ ինքն է նախաձեռնել։ Ու ոչ մեկ չի միացել։ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը կարող են արդեն լռել, որ իրենց նախաձեռնությունը։ Տիկին Սեյանյանին։ Հաթաթա է տալիս, հատկապես այն բանից։ Հաթաթա էր տալիս, հատկապես այն բանից հետո, երբ նրան ասացին, մենք չենք տա ստորագրություններ, բան շարունակություն է, հա։ Բայց ինչ է զարմացել, ինչ հարցով է զարմացել Տիկին Սեյանյանը։ Ասում է, նենց է ինքը բանը ոնց ինչ բարերով ասած, լավ, արդեն եթերում կա, որ իբր ինքն է նախաձեռնել։ Ճիշտ է, ես չեմ նախաձեռնել, ես կապ չունեմ այդ process-ի հետ։ Դուք եք էփել process-ը։ Դուք եք էփել process-ը ու հետո ասել տեխնացու չունենք։ Դուք եք հայտարարել, որ չունեք տեխնացու, բայց որ լինի կտակ ձեր ստորագրությունները։ Դուք եք հայտարարել, որ սա միակ ճանապարհն է իշխանափոխության մինչև ընտրությունները 1 տարով։ Դուք եք հայտարարել, որ այս սահմանադրական գործընթացը պետք է վերջապես կյանքի կոչել պարլամենտական Հայաստանում։ Այո, ես կապ չունեմ դրա հետ։ Ես հանգիստ իմ գրասենյակում աշխատում էի։ Երբ որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը եկան ասեցին, նամակներ ենք ստացել, մեզ ասում են impeachment սկսեք, ու ովքեր որ ասում են իրանք են ասել։ Հետո այս մարդիկ impeachment-ը սկսում են իրաց ձեռ առնել, իրաց տեխնացուի վրա հարձակվել։ Դուք ամոթ աբուր ունեք դուք, թե չէ։ Դուք ինչ երեսով եք դուրս գալու փողոց։ Ասում են զայրացել ոնց որ ինքն է նախաձեռնել։ Հա ես չեմ նախաձեռնել։ Ես ապշած եմ, ես այո զայրացած եմ այն որտեղ, բայց չեմ նյարդայնացել, ներվայնացած չեմ։ Ինչու, որովհետև դուք ասել եք, դուք հայտարարել եք, մարդիկ եկել են, ասում են, դե սկսել ենք, ասում եք, չէ, չենք միանում։ Բա առանձնահապայմանների եք ասել, ոնց չեք միանում։ Ոնց չեք միանում, այդ ոնց չեք միանում։ Այսքանն է ուզում ասել սիրելի հայրենակիցներ։ Հիշեք, քաղաքական մոնոպոլիան քանդու քարափ ենք անելու։ Բոլոր այն մարդիկ, առողջ քաղաքական ուժեր, ովքեր չեն ուզում 26 թվականին Նիկոլ Փաշինյանը այս ուժերի հետ սուտ կռիվ տալով, բանը լավ ունի, էլի, Ջիվանի, սուտ կռիվ տալով վերընտրվի, 26 թվին վերընտրվի, մինչև 31 թիվը մնա վարչապետ, 26-ից 31, հիշեք։ Եկեք իրար հետ համախմբվենք, ստեղծենք պլատֆորմ, քանդու քարափ անենք այս մարդկանց, այս մեդիա եւ քաղաքական եւ ամեն ինչի մոնոպոլիան։ Շնորհակալ եմ, խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Մի նայեք մեկնաբանություններում կեղծ հարձակումները հայ ազգանուններով ադրբեջանցիների։ Ինչու որտեվ նրանք ուզում են այս process-ը չլինի, որ Հայաստան Հանրապետության զինանշանը փոխել տան, որ Հայաստանը դարձնեն արևմտյան Ադրբեջան։ Հետեւաբար այդ քարոշչությանը մի նայեք, այդ մեկնաբանություններին մի նայեք։ Ամենաստոր հարձակումներին ենք ենթարկվում ենք։ Միացեք մեր մեդիա ռեսուրսներին, TikTok-ում, YouTube-ում, Instagram-ում, Facebook-ում եւ Էդմոն Մարուկյան Telegram-յան ալիքում եւ տարածեք այս նյութերը։ Սպասում եմ ձեր արձագանքներին։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։